Ընկերներ, ողջույն, մենք շարունակում ենք while loop-ին նվիրված խնդիրների դիտարկումը։ Այսօրվա խնդիրը հետևյալն է՝ գրել ծրագիր, որ էկրանին կարտացի ես, եթե թիվը պարզ է, no հակառակ դեպքում։ Ուրեմն թիվը պարզ է, եթե ինքն ունի ընդամենը երկու բաժանար, դա ինքն է եւ մեկը, դրանցից բացի այլ թվեր չեն բաժանում իրենց վրա, եւ հենց այս մոտեցումն է մենք իրարելու ենք մեր ծրագրում։ Այս խնդրին տալու ենք հետարքի լուծումներ։ Առաջին լուծումը, որ կառաջարկեմ, ինքը մի փոքրիկ խնդիր ունի։ Իրական այդ լուծումը, որ հիմա մենք դիտարկենք, ինքը լավ է դնել ֆունկցիայի մեջ ինքը ավելի լավ կգործի, բայց քանի որ մենք դեռ ֆունկցիաներ չենք անցել, ես ուղղակի կտամ լուծումներից մեկ տարբերակը եւ այստեղ ասեմ ինչի եմ այս առաջին լուծումը հիմա տալիս, որովհետեւ այստեղ օգտագործվում է հետարքիր կոնցեպտ, որը հնարավոր է որ նույնիսկ չիմանաք, որտեվ այլ ծրագրավորման լեզուներում հիմնական նման բան չկա։ Ինչի մասին է խոսքը, հիմա փոքրինչ կանդրադառնանք։ Շատ լավ, ասենք խնդրի լուծման, ուրեմն եկեք հայտարարենք փոփոխական, որը որոշվել է ծրագրի աշխատանքի ընթացքում։ Num int input սա որոշվեց ծրագրի աշխատանքի ընթացքում։ Հիմա հաջորդ քայլում ենք պետք է ստուգենք այս մեր նամը, որ ներմուծվել է, այն պարզ է թե ոչ։ Ինչպես դա ստուգենք։ Դրա համար ես կհայտարարեմ in, որը հավասար է 2 եւ կսկսեմ in անընդհատ աճացնել ու բաժանել նամի վրա։ Եթե հանկարծ բաժանվեց, նշանակում է ոչ, ինքը նամը պարզ չի։ Այսինքն while, քանի դեռ in փոքրան նամ։ Ամեն անգամ, եթե հանկարծ նամ տոկոս in հավասար է 0, այսինքն առանց մնացորդ բաժանում տեղի ունեցավ, ուրեմն ծրագրի աշխատանքը պետք է ավարտի, որովհետև իմաստ չկա շարունակելու, քանի որ թիվը նամը պարզ չի։ Ես սկսում եմ 2-ից, տեսեք, ու գնում եմ մինչև նամը ներառյալ չի։ Եթե 2-ից մինչև նամ այդ միջակայքից get 1 թիվ անգամ գտնվեց, որը բաժանվեց, ապա այդ դեպքում տեղի նշանակում է, որ թիվը պարզ չի։ Հիմա պետք է արտածեմ, print անեմ no եւ break։ Այսպես break-ով ծրագիրը loop-ը իր աշխատանքն ավարտում է։ Հակառակ դեպքում ի արժեքը 1-ով ավելացնեմ in հավասար է, նո եկեք գրենք պլյուս հավասար է 1։ Ամեն անգամ ի արժեքը 1-ով մեծացնում եմ։ Եկեք հասկանանք ինչ արեցի, ուրեմն ամեն անգամ նամը ի վրա բաժանում է մնացորդով։ Եթե հանկարծ ինչ-որ դեպքում տեղի ունեցավ այս պայմանը, նշանակում է մեր նամը պարզ թիվ չի։ Պետք է արտածի նո եւ break լինի։ Տեսեք, ու ի արժեք ամեն անգամ 1-ով ավելացնում եմ։ Break-ի դեպքում ցիկլի աշխատանքն ավարտում է։ While loop-ը, ոչ միայն while-ը, for նույնպես ունի նաև else տարբերակ։ Ուրեմն else ճյուղը երբ է աշխատում։ Else ճյուղն աշխատում է այն դեպքում, երբ ներսի if-ը առանց break-ի է ավարտվել։ Հիմա մեր դեպքում, եթե while-ը կներեք, ոչ թե ներսի if-ը, այլ loop-ը առանց break-ի է ավարտվել։ Եթե մեր while-ը առանց break-ի է ավարտվել, դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ մեր թիվը պարզ է, չէ՞, որովհետև ես դիտարկում եմ 2-ից մինչև նամ թվերը հերթով, ու եթե ոչ մի դեպքում break չի եղել, նշանակում է այդ նամը պարզ թիվ է, որովհետև ինքը բաժանում է 1-ի վրա ու ինքն իր վրա, որտև 1-ից մինչև իրեն եղած միջակայքում երկու կողմից եթե բաց դիտարկենք, ոչ մի թվի վրա չի բաժանվել։ Նշանակում է տեղի կունենա else ճյուղը, իսկ else ճյուղում ես կարամ հանգիստ գրեմ print արա yes։ Այսպես print yes։ Հիմա եկեք սա աշխատացնենք։ Ներմուծում եմ 5, 5-ը պարզ թիվ է, կտպի yes։ Ներմուծում եմ 13, պարզ թիվ է, կտպի yes։ 17, պարզ թիվ է, 19, պարզ թիվ է։ Ներմուծում եմ 9, պարզ թիվ չի, no։ Ներմուծում եմ 18, պարզ թիվ չի, no։ Եվ այսպես շարունակ։ Բայց ծրագիր ունի փոքրիկ թերություն։ Ինչն է այդ թերությունը։ Երբ ներմուծում ենք 2, ինքը պարզ թիվ արտածում է, ճիշտ է, բայց երբ ներմուծում եմ 1, ինքը էլի արտածում է yes։ Ներմուծում եմ 0, ինքը էլի արտածում է yes։ Նման դեպքի համար մենք պետք է ստուգում այստեղ լրացուցիչ անենք, ասենք եթե օրինակ նամը փոքր կամ հավասար է, նու այս խնդիրը որ sense լուծեմ, կարամ առաջարկեմ հետեւյալը։ Այս ամբողջը դնենք մի հատ if-ի մեջ, եթե նամը փոքր կամ հավասար է 1, նու մեծ կամ հավասար է 2, ուրեմն այս դեպքում այս ամբողջը կկատարես, սա if-ի մեջ է գրված, հակառակ դեպքում else print կանես no։ Սա էլ եմ լուծում, ուղղակի ես ամբողջը գրեցի if-ի մեջ, ես այնքան էլ այսպես չէի ուզենա գրեի։
Մեկի դեպքում տեսեք no տպեց, բայց հիմա եթե ներմուծեմ 2, ինքը կտպի yes։ Սա լուծումը, որը ամբողջացված է, բայց ես չեմ ցանկանա, օրինակ իմ loop-ը լինի ճյուղավորման օպերատորի մեջ։ Այս տարբերակով լուծեցի, քանի որ ուզում եմ ես while-ի ու else-ի մասին ասեմ։ Այս else-ը պատկանում է while-ին։ While-ը նաև ունենում է else տարբերակ, ինքը աշխատում։ Այն դեպքում, երբ while-ը առանց break ավարտել է իր աշխատանքը։ Անցնենք առաջ, լուծում տամ մեկ այլ տարբերակով, ուրեմն տանք հետևյալ լուծումը։ Ես կունենամ, նու եկեք էլի նամը ունենանք, որ ծրագրի աշխատանքի ընթացքում որոշվում է, int input, մոտեցումը երկու դեպքում էլ նույնն է։ Ուրեմն նախքան դա կկատարեմ մի հատ բուլյան փոփոխական կունենամ, անուն եկեք դնենք is prime, որը հավասար է ի սկզբանե եկեք false գրենք, ընթացքում կհասկանանք false թե true կդառնա, ինքը բուլյան փոփոխական true եւ false արժեքը ընդունում։ Հիմա, եթե իմ նամը փոքր է կամ հավասար 1, ապա այդ դեպքում is prime-ը պետք է դառնա false։ Եթե 1-ից փոքր կամ հավասար, նշանակում է պարզ թիվ չի կարող լինել, is prime-ը դառնա false։ Շատ լավ, ընդհանուր դեպքում կարանք օգտագործենք սա, լավ, եկեք ես գրեմ ստեղ, ուրեմն in հավասար է 2, while in փոքր է նամից, այսպես, ամեն անգամ, եթե նամ տոկոս in հավասար է 0, այսինքն մնացորդը բաժանվեց, այդ դեպքում is prime-ը կդառնա էլի false եւ break կանի։ Ընդհանուր դեպքում ի արժեքը 1-ով կմեծացնենք պլյուս հավասար է 1։ Այսպես։ Եվ դրսում կատարեմ ստուգում։ Եթե տեսեք, այստեղ is prime-ը false-ի փոխանակ սարքենք true։ Ինքը ի սկզբանե true արժեքով է, եթե այս պայման տեղի ունեցավ, ուրեմն պետքա false լինի։ Եթե այս պայմանը տեղի ունեցավ, էլի false-ա դարձնում, եւ այստեղ կատարում եմ հետևյալ ստուգումը։ Եթե is prime, ապա print արա yes, հակառակ դեպքում print արա no։ Այսպես։ Եկեք աշխատացնեմ սա։ Սինտաքսը հայտնոյի բանը չեմ դրել։ Հակվող չեքնոտը չեմ դրել։ Այսինքն։ Ներմուծում ենք 5, տպեց yes։ Ներմուծում ենք 2, արտածում է yes։ Ներմուծում եմ 1, արտածում է no։ Տեսեք, այս խնդիրը այսպես լուծեց, եկեք մի հատ էլ ուրիշ թիվ ներմուծենք 8, որ արտածի no։ Սա խնդրի լուծումներից մեկն է։ Այստեղ օգտագործել եմ is prime, որը flag է, դրոշ է կոչվում, որը ինչ իմաստը ինքի մեջ կրում, հա, ինքը ինձ դրսում հաղորդում է, այդ դրսում այստեղ նկատի ունեմ, հաղորդում է, որ որտեղ է մտել, որտեղ չի մտել։ Եթե ինքը այստեղ մտած լինի, ինքը լինելու է false արժեքով։ Եթե այստեղ մտած, նշանակում է լինելու է false արժեքով։ Եթե true է, նշանակում է ոչ մի տեղ չի մտել, այսինքն ծրագիրը նորմալ իր աշխատանքն իրականացել է, նորմալ ստուգումներն իրականացել եւ արդյունքը տվել է։ Հետևաբար կարտացի yes, բայց խնդրի լուծման եւս մեկ տարբերակ ասեմ, այս դեպքում մեր ցիկլը կատարում է գրեթե n-քայլ, նույնն էլ այստեղ էր, այն լուծումը, որ փոփոխությունը, որ հիմա կկատարենք, նաեւ վերևի դեպքում է գործում, ուրեմն այս ցիկլը իր աշխատանքը կատարում է n-քայլ, բայց n-քայլի փոխարեն մենք կարանք ավելի քիչ քայլով ստուգում անենք։ Մաթեմատիկորեն ապացուցվում է, որ բավական է մինչև արմատ n-ը ստուգել, եթե բաժանարար գտավ, այսինքն մինչև արմատ n-ը, եթե in աճելով հանկարծ ոչ մի դեպքում այս պայմանը տեղի չունեցա, ուրեմն դա ինստո հաստատ տեղի չունենա։ Այն փաստը, որ մինչև n կես գնալը իմաստ ունի, դա ակնհայտ է։ Եկեք սենց օրինակ ասեմ։ Տեսեք, եթե ես օրինակ դիտարկում եմ 24-ի համար, հա, նու 27 29-ի համար, պարզ թիվ վերցենք։ Հիմա տեսեք, in աճելով հասնում է մինչև 29, չէ՞։ Նու մասնավորապես in եկեք այսպես բացատրեմ։ Մասնավորապես in արժեքը սկսում է իր 2-ից ու աճում է մինչև 28-ը ներառյալ։ Այսքան ինքը գնում է։ Հիմա պարզ չի, որ 15-ը, 16, 17, 18, 19, 20-ից դրանից ավել դեպքերում սա տեղի չունենա, այսինքն նամ տոկոսին պայման տեղի չունենա։ Կեսից եթե անցավ սրա, իմաստ չունենա։ 15 օրինակ 29-ը բաժանած 15,
Պարզա որ մնացորդը 0 չի, 20, 15, 16 վերցնենք, 17, 18 ու կամայական թիվ 15-ից սկսած բարձր վերցնենք, պարզա որ 0 չի լինելու։ Եթե սրա փոխային գրեմ 20, այս դեպքում չէ 19-ա գնում։ Հիմա եթե ես վերցնեմ 11, 12, 13, 14, այս թվերը ոչ մեկի դեպքում տեղի չունեն, այսինքն միջև կես գնալը ինքը ակնհայտ երևում է, բայց մաթեմատիկորեն ապացուցում է, նու միջև կես գնալը նշանակում է այստեղ կարամ գրեմ միջև նամ բաժանած 2, նո ամբողջ մասով, այսպես, այստեղ էլ էլի նույնը։ Նամ ամբողջ մասով բաժանած 2, բայց մաթեմատիկորեն ապացուցվում է, որ մինչև արմատ նամը գնա, իսկ արմատ նամը նշանակում է ի նո արմատ n նշանակում է in փոքր արմատ n, եթե երկու մասը քառակուսի բարձրացնենք, նշանակում է ձախ մասում ի քառակուսին փոքր է n։ Ես հենց այստեղ այդ մոտեցումն օգտագործում եմ, այսինքն ի անգամ in փոքր է նամ կամ կարայի աջ մասում գրեի արմատ n։ Բայց ես ուղղակի ուզում եմ հաշվեմ քառակուսու գործողությունը, որովհետև իմ կարծիքով քառակուսի բարձրացնելու գործողությունը ավելի հեշտ է, քան արմատ հաշվելու գործողությունը։ Թեկուզ մենք օգտագործենք ֆունկցիա, բայց քառակուսի բարձրացնել, որ երկու նույն արտադրյալն է, ավելի հեշտ հաշվարկ է, քան թե հենց արմատ հաշվելը։ Դառն պայմանից այստեղ գրում եմ քառակուսի։ Սա նույնն է, տեսեք, in փոքր կամ հավասար է քառակուսի արմատն է, ու այստեղ կարծեմ հավասար։ Մինչև հավասարով է պետք է լինի։ Տեսեք, քառակուսի հավասարի դեպքում հավասար է լինում, այսպես։ In փոքր կամ հավասար քառակուսի արմատ n, եթե երկու մասը բարձրացնում ես քառակուսի, լինում է i քառակուսին փոքր կամ հավասար է n։ Այստեղ այդ փաստն եմ օգտագործել i քառակուսին փոքր կամ հավասար նամ։ N նամ նույն անուններն են, էլի։ Վերջ ընկերներ, եկեք լավ մի հատ աշխատացնենք ամեն դեպքում, հենց այս վերևինը 19 տպեց ես։ Շատ լավ, մի հատ էլ 18 օգտագործենք, նոտոպի։ Անտիր, այս էր խնդրի լուծումը, կարծում եմ հետաքրքիր լուծում էր, տարբեր բաներ դիտարկեցինք, իմացանք while-ի այս տարբերակը գոյություն ունի, որ պարզ թվեր կարելի է դիտարկել այս քայլով մինչև արմատ են գնալը։ Թերևս այսքան այստեղ ֆլագների մասին էլ խոսեցինք, այս որ դրսում հաղորդումը մեզ մտել է ինչ որ տեղ չի մտել։ Այս խնդրի համար այսքանը, կարծում եմ պարզ եւ հասկանալի, եթե հարցեր կունենաք մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին։ Լավ մնացեք, կհանդիպենք։